Դա թե ինչ մարտահրավերների է բախվում հայկական ինքնությունը Սփյուռքում։ Սփյուռքը գետի հակառակ ուղղությամբ լողալն է խորքի մեջ։ Յուրաքանչյուր քաղաքում, որ ապրենք Հայաստանից դուրս, լինենք եւ հայ, եւ այն երկրի քաղաքացին, որտեղ որ ապրում ենք։ Շարլ Ազնավուրը լավագույն օրինակն է այս բարակային, որ ինքը եւ հայ էր, եւ ֆրանսիացի էր։ Որ տարիքային խմբերը կարող են հաճախել դպրոց։ Տարիքային սահմանափակում չունենք։ Գլխավորը սկզբունք է, որ ցանկացած երեխա, ցանկացած անհատ, որ այս դռնից ներս է մտնում, սիրելով մտնի։ Աշխարհանցի արարակի նման ջերմագարած չկա, ինչպես անհաս վարկի ճամփա, ես իմ մասին սարն եմ սիրում։ Արդյոք դպրոցից դուրս երեխաները կարող են հաճախել խմբակների, այն երեխաները, ովքեր չեն հաճախում դպրոց, հաճախեն ուղակի խմբակների։ Իհարկե, այդան դռները բաց են։ Երեխաները եղել են Բարսելոնայի չեմպիոններ, փոխ-չեմպիոններ։ Ես Նայիկ Դանիելյանն եմ, Բարսելոնայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ դարձել եմ Բարսելոնայի փոխ-չեմպիոն ու շահել եմ առաջին սեղանի ամենալավ խաղացող, իսկ մենք հաղթել ենք մեր թիմային մրցույթում։ Իմ դասերակցության մեջ հստակորեն նշված է, որ հայկականության ծառայելը դա գամավորական առաքելություն է, որ յուրաքանչյուրը իր ցանկությամբ գիրականացնի կամ ոչ։ Թե վերջում որևէ ուղերձ, որը կցանկանաս հղել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Բահել մեր մշակույթը, բահբանել մեր ավանդություններն ու ժառանգությունը եւ նայել Հայաստանին որպես կենտրոն հայկականության։